Armenian Geographic-ում վստահ են մեր սիրտը լեռներում է մի քանի անգամ արշավի գնացած հայի մոտ երկիրը լքելու ցանկությունը կտրուկ նվազում է։ Ինչ պատմական հուշարձաններ կան, որոնց մասին գաղափար չունենք, բայց որոնք իրենց արժեքով չեն զիջում մեզ հայտնիներին, որն է հայրենաճանաչության միջոցով արտագաղթը կասեցնելու բանաձևի չկիրարկման պատճառը։ Ինչպես են Հայաստանի անտեսանելի անկյունները ոչնչացվում, իսկ մենք չենք իմանում այնպես, ինչպես չգիտեինք անգամ դրանց գոյության մասին։ Հայրենաճանաչության կարևորության մասին այս հաղորդման ընթացքում։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում կենսոլորտ հաղորդումը, տաղավարում աշխատում է Լուսինե Հովակիմյանն, այսօր իմ հյուրն է Տիգրան Շահբազյանը, Armenian Geographic-ի ղեկավար, ողջույն։ Ողջույն։ Եվ շնորհակալություն հրավերը ընդունելու համար, Տիգրան։ Շնորհակալություն հրավերի համար։ Տիգրան, նախ սկսենք մի փոքր Armenian Geographic հասկանանք թե ինչ է ինձ ներկայացնում եւ այսօր փորձել ենք մի փոքր երևի հայրենաճանաչությունն է ավելի շատ հաղորդման առանցքում ընկած։ Ինչպես է երիտասարդի մոտ, առաջանում ցանկություն բացահայտել հայրենիքը այն տեսանկյունից, որը կարծես թե այնքան էլ հայտնի չէ մեզ համար։ Լավ, ուրեմն Armenian Geographic-ը ինքը աշխարհագրական նախագիծ է։ Մենք զբաղվում ենք աշխարհագրական туриզմով, գեոտուրիզմ։ Պլյուս դրա նաև կազմակերպում ենք սեմինարներ, հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, նաև աշխարհագրական նյութեր ենք ստեղծում հոդվածների տեսքով կամ տեղեկությունների տեսքով աշխարհագրական ու տեղադրում ենք մեր կայքում, որպեսզի ովքեր հետաքրքրվում են կարող են այդ ինֆորմացիան ստանալ։ Նախկինում այդ ինֆորմացիան չկար, այսինքն այդ ինֆորմացիան չի, որ կարելի է տարբեր կայքերում հանդիպել։ Խնդիրը կար, բաց էր ու սկսեցինք զբաղվել, հիմա շատ օգտակար նյութեր կան մեր կայքում։ Այսինքն բացի արշավներից զբաղվում ենք նաև դրանով։ Բայց հիմնական գործունեությունը արշավներ կազմակերպելն է Հայաստանի տարածքում ու աշխարհագրական արշավներ, այսինքն շեշտը դնում ենք ֆիզիկա աշխարհագրական օբյեկտների ճանաչմանը, բնության հուշարձաններ ենք այցելում ու սարեր, ձորեր, լեռնային туриզմ, հիմնական մետաղորձունեություն։ Մոտ 4 տարի, ինչպես նշեցիք, շատանում են այցելուները, մասնակիցները։ Հա, շատանում են մասնակիցները, հետաքրքրվողները, ինքը տենց ձնագնդիկի էֆեկտով անընդհատ շատանում են հետաքրքրվողները։ Իսկ ովքեր են, եթե ֆիզիկական աշխարհագրություն, ապա արդյոք չի ենթադրում, որ պիտի որոշակի գիտելիքներ ունենալ աշխարհագրությունից կամ արդյոք կոնկրետ ֆակուլտետների ուսանողներ չեն, այսպես ասած։ Չէ, տարբեր մարդիկ են, տարբեր մասնագիտությունների, հիմնականում ծրագրավորողներ, մենք միշտ կատակով ենք այդ ամեն ինչին անդրադառնում, բայց ծանոթանալու ժամանակ միշտ պարզվում է, որ խմբի մեծ մասը ծրագրավորող է լինում։ Տարբեր տարիքի մարդիկ են, բայց եթե սենց միջինացնեմ, երևի 25-ից 35 տարեկան անձիկ են, ովքեր ավելի ֆիզիկապես լավ պատրաստված են։ Երևի թե տենց ինչ որ հատուկ մասնագիտություն բան պետք չի ունենալ մասնակցելու համար, տենց ստատիստիկա չունենք էլի։ Դեռ տարբեր մարդիկ։ Արտասահմանցիների ներգրավվածություն կա։ Հա, բայց քիչ, հիմնականում տեղացիներն են։ Տիգրան, երբ խոսում ենք այսպիսի երևույթների մասին, սովորաբար մարդիկ նշում են, որ կա մեծ ներուժ, եթե ուզենան զարգացնել պետական մակարդակով туриզմի շրջանակներում կարող է մեծ եկամուտ բերել։ Կարող ենք ձեր պարագայում նույնը ասել։ Կարելի է, հիմա ուղղակի շատ է խոսվում այդ туриզմի մասին, որպես գերակա ճյուղ տնտեսության եւ այլն, ուղղակի դա երևի պետքա туриզմի մասնագետներ, туриզմի վարչություն, տնտեսագետներ իրանք այդ հարցերով ավելի շատ զբաղվեն։ Ես ավելի շատ կարող եմ ասեմ ներքին туриզմի վիճակը ոնց է այսօր Հայաստանում, որտեվ ես հիմնականում ներքին туриզմով եմ զբաղվում, այսինքն մեր արշավների մասնակիցները հիմնականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ներքին туриզմը ինչքան էլ խնդիրներ ունի, բայց մեկը ինքը առաջ է գնում, ի տարբերություն որ նայում ես անցած տարիների, հիմա շատ ավելի շատ մարդ է ներգրավում այդ ամեն ինչի մեջ։ Դե պատճառները երևի թե սենց կարելի է նկարագրել սովետի ժամանակ ընդհանուր ոնց որ մի երկիր էր, այսինքն սահմանը չէր բռցնում Վրաստանի սահմանով, չգիտեմ, Բավարիայի անցակետում, սահմանը վերջանում էր, ասենք Կամչատկայում, չէ, հայրենիք ասվածը տենց էր, ու մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել, չգիտեմ, Ալթայում, Կովկասյան լեռներում, Կամչատկա, չգիտեմ, ամբողջ սովետական միության տարածքով էին ճանապարհորդում, օրինակ լեռնագնացները սարեր բարձրանալուց Արագածից բացի երևի ուրիշ սար Հայաստանում չէին բարձրանում, բոլորի մասին չի խոսքը, բայց շատերը ավելի շատ հետաքրքրություն էր ներկայացնում Կովկասյան լեռները, Պամիրը եւ այլն։
Իսկ հիմա վիճակը այլ է, քանի որ նախ քաղաքական հարցեր կա, երկրորդը ֆինանսական, մարդիկ հնարավորություն էլ չունեն հիմա սար բարձրանալու համար գնան այդքան հեռու։ Այսինքն ուզած-չուզած սկսում է զարգանալ ներքին туриզմը։ Հետո 90-ականներին, երբ որ շրջափակում էր թե ինֆորմացիոն, թե ամեն քաղաքական եւ այլն, ոնց որ մարդիկ հացի խնդիր ունեն լուծելու туриզմի մասին, туриզմի ժամանակը չէր էլի, մարդիկ ոնց որ գոյության խնդիր ունեն լուծելու։ Հիմա մի քիչ ավելի կենսամակարդակը բարձրացել է, չեմ աշխատատեղեր են բացվել, ընտանիքից մի հոգի չի աշխատում, այլ նաև մի քանի հոգի են ընտանիքում աշխատում, ու մարդիկ կարող են իրենց թույլ տան իրենց հանգիստը կազմակերպել։ Իսկ հանգիստը կազմակերպելու ամենամատչելի տեսակներից մեկը արշավն է, որ մարդ կարա սա շաբաթ աշխատի, շաբաթվա մեջ մի օր շաբաթ կամ կիրակի օրը գնա արշավ, ուղղակի լիցքաթափվի, նոր լիցքեր ստանա, նոր մարդկանց հետ ծանոթանա ու նոր տեղեր բացահայտի։ Ինչպես նաև շատերի համար դա սպորտային, տենց ֆիզիկական վիճակը պահպանելու լավագույն միջոցներից է։ Ինչպես եք ընտրում ուր գնալ, կան արդյոք նախընտրած վայրեր, արդյոք հաշվի են առնվում մասնակիցների ցանկությունները։ Մասնակիցների ցանկությունները մեկ-մեկ հաշվի առնվում, այսինքն շատ մարդիկ կան, օրինակ հիմա այս տարի ասում են խուստուկ երբ են գնալու, բայց մնացած դեպքում հաշվի չի առնվում, որովհետև այդ կարծիքները չկան։ Ես շատ ուրախ կլինեի, որ մարդիկ ասենք ինչ որ սար գտնեին, ասեին այս սարը քարտեզի վրա գտել են, բայց իր մասին տեղեկություն չկա, եկեք ստեղ գնանք։ Տենց հազվադեպ է լինում։ Ես ինքս եմ նայում քարտեզով, միգուցե անունի հետ կապված կամ ուղղակի տեղանքի տենց ընտրում եմ։ Լինում են սարեր, որ ուղղակի անունը հետաքրքիր է, տենց որոշում ես, որ պետքա գնաս այստեղ, էլի։ Բայց հիմա ավելի տենց համակարգել եմ մեր այցելվող վայրերը, ոնց որ նպատակի պես գծագրած, հերթագրած է։ Մերն է նախագծի շրջանակներում, հիմա իրականացնում ենք վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր կետերը։ Առաջել էին գնում սարեր, բայց խառն է։ Իսկ հետո որոշեցի, որ քանի որ այդ ինֆորմացիան չկա, նույնիսկ այդ աշխարհագրական գրքերում, հանրագիտարաններում մեր լեռնաշղթաների բարձր կետերի մասին ոչ մի ինֆորմացիա չկա, լուսանկարներ չկան, այսինքն տեղացի հովիվներից բացի, երևի կամ գյուղացիներից բացի տուրիստական նպատակներով ոչ մեկ չի բարձրանում այդ սարերը։ Իսկ հիմա այս ձևով փորձում եմ հետաքրքրություն առաջացնեմ ու արդյունքը կա։ Այսինքն ես ինքս տեսնում եմ, որ առաջ Facebook-ում օրինակ չկար տենց իվենթներ, որ վերելք, այսինչ սարը, հետո մեր գնալուց հետո մեկ էլ տեսնում ես մի քանի խումբ եւս դրել են ու շատ մարդիկ ասում են տեսա ձեր նկարները ինչ սիրուն էր, մյուս անգամ որ լինի էլի կգամ, հետո անկախ նրանից որ խումբն է կազմակերպում, իրանք արդեն գնում են։ Այսինքն արդյունքը կա, ու այդ շատ լավ է, ի տարբերություն են դրսից եկող տուրիստների, որ խնդիրներ կան, որոնք, չգիտեմ, անլուծելի են կամ լուծողները չեն ուզում լուծեն, օրինակ ամենամեծ խնդիրներից է իմ կարծիքով ավիատոմսերի գինը։ Դրսից եկող զբոսաշրջիկի համար։ Քութայիսիում Վրաստան տենց ռեյս կա Եվրոպայից շատ էժան, կոնկրետ գինը չգիտեմ, բայց ասենք մի 50-60 եվրոյի սահմաններում կարող են գան Քութայիսի ու ամբողջ Վրաստանը շրջագային։ Իսկ Հայաստան գալու համար շատ ավելի թանկ է, դրա համար զբոսաշրջիկը նախընտրում է Վրաստան գնալ։ Հետո քաղաքական իրավիճակը, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո շատերի համար Հայաստանը համարվում է անկայուն ռեգիոն։ Շատերից այդ արձագանքը լսել եմ, որ առաջին հարցը հենց թեկուզ ռուսները, որ առաջի հարցը տալիս են, ասում են, բայց վտանգավոր է, չէ՞ այդտեղ։ Հասկանալի։ Շատ լավ, Տիգրան, այժմ մենք կընդմիջենք կարճ լրահոսով, կվերադառնանք եւ կշարունակենք։ Ես նշեմ բոլոր նրանց համար, ովքեր դիտում են մեզ 3w.լրատվական.am կայքում, հաղորդման շարունակությունը կարող է գտնել այս հաղման անմիջապես ներքևի հատվածում։